Կին Ժամկոչյան ներկայացրեք ասոցիացիայի հիմնական նպատակը։ Մեր կառույցը տարիներ շարունակ հարթակ է հանդիսացել պետության, կրթության եւ բիզնեսի միջև, ու մենք ուզում ենք, որպեսզի բոլորի ուշադրությունը գրավենք այդ խնդրի վրա, աշխատաշուկայի բաց, երիտասարդների մասնագիտական հմտություններ, մեղադրում է բիզնեսին, բիզնեսը կրթությանը, մենք բոլորս պետությանը, բայց երբևէ համատեղ ինչ-որ գործողություններ չենք անում, որպեսզի հասկանանք, թե ինչու է խնդիրը եւ ոնց կարելի է լուծել։ Կարծում եմ, որ այդ մեր հարթակը, որը ստեղծել ենք, մենք բոլորին հրավիրում ենք երկխոսության, կապ ենք հաստատում կրթության, բիզնեսի եւ պետության միջև, հասկանում ենք խնդիրները, վեր ենք անում, առաջարկություններ ենք անում, օրենսդրական բարեփոխումներով ենք հանդես գալիս խնդիրները լուծելու համար, քանի որ եթե չհամատեղ երեք կողմերը իրար հետ չաշխատան, մենք երբեք ոչինչի չենք հասնի։ Այդ ճիշտ նկատեց սոցիալական աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության ներկայացուցիչը, որ մենք շատ անգամ իրար չենք գտնում եւ աշխատանք կա, պահանջարկ կա, աշխատողներ կան, բայց տեսնում եք, որ լիքը թափուր աշխատատեղեր կան, պատճառը չեն հասկանում։ Հենց պատճառներից մեկն էլ նա է, որ կապող ուղղակ չկա, հարթակ չկա, որտեղ բոլորը հասկանան ինչի կարիք ունի կրթություն, ինչի կարիք ունի գործարարը, ինչի կարիք ունի պետություն, ինչով կարող ենք աջակցել պետությանը կամ կրթությանը։ Տարիներ շարունակ հենց դա է մեր նպատակը, որ կարողանանք մեր տնտեսության զարգացման համար մենք բոլոր հնարավորին գործողությունները անենք։ Երիտասարդների ձեռնարկատիրություն, կանանց զորացում, կրթական հաստատությունների կարիքների որոշակի մասով բավարարում, համալրում, տեխնիկական սարքավորումներ եւ այլն, շատ գործ են անում, բայց կարևորում եմ հենց այս հարթակը, որտեղ բոլորը գալիս են, անկեղծ խոսում են, համարձակ են, կարողանում են խնդիրներ վերհանել, մենք էլ կարողանում ենք լուծումներ առաջարկել եւ պետությանը ներկայացնել։ Արդյոք երկխոսությունը հեշտ է ստացվում։ Սկզբում բավականին դժվար է, դուք գիտեք, վստահություն չկար մեկը մեկի հանդեպ, բայց արդեն տարիների չարչարանքը բերել է նրան, որ արդեն հեշտ է ստացվում, բոլորը բաց են, չեն անհանգստանում իրենց մտքերը արտահայտել, չեն անհանգստանում, որ խնդիր վերհանելը կարող է խնդիրներ առաջացնել, որովհետև շատ անգամ գիտեք, չեն սիրում բարձրաձայնել։ Բոլորը ներքին կարգով խոսում են իրար մեջ, բայց չեն քննարկում, հանրային քննարկում չկա։ Ես կարծում եմ, որ մեր հասարակությունն էլ պատրաստ չի շատ անգամ։ Այդ հանրային մտածելակերպը չկա, չեմ պատկերացնում, ինչ կարելի անել, շատ անգամ վստահություն չկա, որ եթե բարձրաձայնեն ինչ-որ որոշման կգան, որոշում կլինի, մեր նման ոլորտային կառույցները, նկատի ունեմ ասոցիացիաները հենց դրա համար են, որ խնդիրները հասկանան, վերլուծեն, ունենք բավականին փորձառու մասնագետներ, կարողանանք ձևակերպել եւ եթե մի հոգին է խնդիր բարձրաձայնում, ոչ մի լուծում չի ստանում, երբ որ արդեն միանում են, դա արդեն հնարավորություն է տալիս ձայնը լսելի դարձնել։ Եթե փորձենք ձևակերպել ամենակարևոր խնդիրը կամ խնդիրները, որոնք են։ Աշխատաշուկայի պահանջարկը չի բավարարում կրթական համակարգից դուրս եկող շրջանավարտների մակարդակին, ճիշտ ասացի, հա, ոնց որ աշխատաշուկայի պահանջարկին չեն կարողանում բավարարել, այսինքն կրթությունը չի բավարարում աշխատաշուկայի պահանջը։ Շատ անգամ երեխաների գիտելիքները տեսական են, ոչ մի պրակտիկ փորձառություն չունեն եւ գործատուն ստիպված է լինում մեծ ջանք գործադրել, ժամանակ գործադրել, որպեսզի նրանց պրակտիկ հմտություններ տա։ Այդ խնդիրներից մեկն է։ Որքանով են կարևոր նման միջոցառումները։ Ես ուզում եմ, որ բոլորը բաց լինեն, նմանատիպ միջոցառումները հաճախակի լինեն, ու ես կարծում եմ, որ շատ անգամ Հայաստանում մեկը մյուսի հետ մրցակցում են, իմ հենց նպատակն է, որ ոչ թե մրցակցենք, այլ համատեղ ես հավաքել եմ բոլոր հետաքրքիր շահագրգիռ կողմերին, որպեսզի մենք ոչ թե մրցակցենք, այլ համատեղ լուծումներ գտնենք, որովհետև միայն դա կնպաստի մեր երկրի կայունացմանը, զարգացմանը, տնտեսության աճին։ Երիտասարդներն էլ մեծ հնարավորություն ունեն, շատ կարող ուժ են, ես ինքս էլ իրենց շատ բաներ եմ սովորում, պետք է վստահենք, այդ վստահությունը չկա, կարծում եմ, որ բողոքում են, չեն աշխատում, աշխատել չեն սիրում, երկարատև չեն ուզում մնալ, կարծում եմ խնդիրը հենց մենք պետք է լուծենք, որովհետև երիտասարդները շատ անգամ չեն հասկանում ինչ են ուզում, սխալ մասնագիտություն են ընտրում, սխալ կրթություն են ստանում,
կրթության որակը չի բավարարում, որովհետև հիմա կրթությունը այնքան արագ է փոփոխվում, որ պետք է հասցնել կրթության հետևից, այսինքն ոչ թե կրթության հետևից, այլ կրթությունը շատ դանդաղ է արձագանքում արագ փոփոխություններին, հարկավոր է արագ արձագանք։ Նման արձագանքներ մենք կարող ենք տալ, որովհետև անում ենք աշխատաշուկայի վերլուծություն գործատուների շրջանում, հասկանում ենք ինչի կարիք կա, որ մասնագիտություններն են ակտուալ, նաև մեկ այլ հարց, որ մենք ներդրեցինք Հայաստանում մի նոր գաղափար երիտասարդների ձեռնարկատիրությունը։ Երեխաները սովորելու ընթացքում ձեռնարկատիրությամբ են զբաղվում ու եթե նույնիսկ իրենք ավարտելուց հետո բիզնես չեն շարունակում, դառնում են շատ լավ պատասխանատու աշխատողներ, շատ հիանալի աշխատողներ դուք այսօր ներկա կգտնեք, համարձակ, թիմում աշխատել իմացող, բազմաթիվ հմտություններով, մենք հայեր սովոր ենք, չէ, ամեն ինչ ինքնուրույն անենք, այդ մեր նախաձեռնությունները իրենց օգնում են թե թիմում աշխատել, թե փորձառություն ձեռք բերել գործատուի հետ շփման, նաև շատ ենք կրթում, մենք մեծ նշանակություն ենք տալիս մարդկային ռեսուրսների զարգացմանը, միջազգային վերապատրաստումներ ենք անում եւ դա անում ենք համատեղ, գործատուն եւ կրթություն իրար հետ համատեղ տանում ենք վերապատրաստումների, որպեսզի սովորեն միջազգային փորձից ելնելով հասկանան ինչպես է պետք աշխատել, ինչ է պետք անել, ոնց համատեղ աշխատի կրթական հաստատությունը մասնավոր հատվածի հետ։ Շատ խնդիր է, գործարանները բոլորը ծանրաբեռնված են, գիտեք, Հայաստանում մեծ մասը փոքր միջին ձեռնարկություններ են իրենց խնդիրներով եւ շատ չեն մտածում երիտասարդների մասին, պրակտիկաների մասին, հնարավորություն տալու մասին, հազիվ իրենց խնդիրներն են հաղթահարում։ Այստեղ մենք հենց այն օղակն ենք, որ իրենց կապում ենք, համ կարողություններն ենք զարգացնում, համ խնդիրներն ենք հասկանում, լուծումներ ենք որոշում տալ, նույն որ մասնագիտական կողմնորոշումը ասեցին, մենք 10 տարուց ավել զբաղվում ենք մասնագիտական կողմնորոշմամբ, ի վերջո հասանք նրան, որ օրենք ընդունվի, նույնը ձեռնարկատիրությունը, որ դառնա պարտադիր կրթական հաստատություններում, ապահովագրությունը շատ անգամ երեխաները եթե ապահովագրություն չունեն, գործատուն չի ուզում պրակտիկայի վերցնել, որովհետև խնդիրներ են առաջացնում, թե իրենց են վնասում, թե աշխատակցին, թե սարքավորումները, այսինքն մանրուքներ են թվում, բայց իրանք այնքան մեծ խնդիրներ են, որ փոքր քայլերով լուծելով առաջ են գնում։